Գավառ համայնքի ավականու 8-րդ նստաշրջանի երկրորդ նիստ իրականացվում է թվայնացված եղանակով։ Նիստերի անցկացման համար համայնքապետարանում ներդրվել է ավտոմատացված ծրագիր։ Հանրապետությունում համակարգն առաջինը Գավառում է գործարկվում։ Պիլոտային ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի կանայք քաղաքականության հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ ծրագրի շրջանակում Գավառ համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմինը։ Մեր երիտասարդների կողմից առաջարկված այս գաղափարը առաջինն է Հայաստանում եւ փորձնական շրջանում մենք փորձում ենք թվայնացնել բոլոր գործընթացը ավականու նիստերի նպատակը ունենալով ավելի մատչելի եւ ավելի հասանելի դարձնել բնակիչներին։ Ծրագրի արդյունքում ձեռք են բերվել թվայնացման գործընթացն ապահովող համապատասխան տեխնիկաներ, 2 հեռուստացույց, անլար բարձրախոսներ, հեռակառավարման վահանակ եւ պլանշետներ։ 4 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Օքսիջեն հիմնադրամի համագործակցությամբ։ 2 միլիոն դրամը ներդրել է Գավառի համայնքապետարանը համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից իրականացվող «Տին բնակիչ կապ» դրամաշնորհային ծրագրով։ Այս ծրագրի ավարտից հետո մենք փորձելու ենք մեր խորհրդի անդամները այլ ծրագրի դիմել, որպեսզի գործընթացները, որոնք որ դեռ ունեն թվայնացման կարիք, շարունակվեն։ «Տին բնակիչ կապ» ծրագրի շրջանակներում Գավառում նաև իրականացվել են ֆորում թատրոններ, տեղեկատվական թռուցիկների տպագրում և սոցիալական հարթակի ստեղծում։ Վերջիններիս նպատակն է խթանել համայնքի բնակիչների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում և համայնքային խնդիրների լուծման հարցերում։ Ալվարդ Մանուկյան, Վարդգես Խաչատրյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։